Հարգելի գործընկերներ, արդեն Իշխան Սաղաթելյան ներկայացրեց մի քանի ընդհանուր ուղղությունները, քվեարկելու իրավունքի խոչընդոտման բազմաթիվ դեպքեր, այդ թվում իրավապահ մարմինների կողմից, երբ որ թե բերման ենթարկելու, թե ապօրինի ձերբակալում իրականացնելու մինչև այս պահն էլ բազմաթիվ անձինք, քաղաքացիներ գտնվում են իրավապահ մարմիններում, առանց նույնիսկ նրանց որևէ կոնկրետ իրավախախտման մեջ մեղադրանք ներկայացնելու։ Ոստիկանության անձնագրային բաժիններն են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել, հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով հանդերձ չունեն հաշվառման կոնկրետ հասցե եւ նրանց կամ չեն տրամադրում անհրաժեշտ տեղեկանքը, ձգձգում են կամ ուղղորդում են, որ գնան դատարաններ։ Այստեղ գալիս է նաեւ դատարանների գործողությունները կամ անգործությունը, երբ որ դատարանները պարզապես կամ հրաժարվում են ընդունել նման դիմումները, կամ փորձում են տարբեր պատրվակով ձգձգել։ Այդպիսի կոնկրետ դեպք քիչ առաջ էլ տեղի ունեցավ, երբ Հոսեփ Աբեդյանը Իրանից առավոտվանից չի կարողանում իր քվեարկելու իրավունքը իրացնի։ Ոստիկանությունից, անձնագրային բաժնից ասում են, մենք չենք կարող տալ ձեզ համապատասխան փաստաթուղթ, գրավոր մերժում են, այդ գրավոր մերժումը փորձում ենք դատական կարգով բողոքարկել, դատարանները հրաժարվում են ընդունել։ 2-3 փորձից հետո մի կերպ կարողացել ենք մուտք անել, դե պատկերացրեք, մնացել են ընդամենը մի քանի ժամ, դա էլ ավանային հավանականությամբ այդ ժամով պայմանավորված կձգեն եւ մարդը կզրկվի իր իրավունքից։ Մյուս կարևոր խնդիրը, խոշոր մասշտաբի խնդիրը արցախահայերի հարցն է, որ այդպես էլ հստակ ու ռեալ խոչընդոտներ ստեղծեցին արցախցիների քվեարկության հարցով։ Հանձնաժողովներն են առանձին դրվագներում, դեպքերում ուղղակի հանդես գալիս քվեարկելու իրավունքի խոչընդոտման դիրքերից, երբ նույնիսկ այն տեղեկանքները, որոնք ոստիկանությունից մի կերպ հնարավոր է լինում վերցնել, պարզապես հրաժարվում են այդ տեղեկանքներով, լրացուցիչ ցուցակներով մարդկանց քվեարկության թողել։ Իհարկե մենք օպերատիվ աշխատում ենք նաև կենտրոնական տրական հանձնաժողովի հետ, կենտրոնական տրական հանձնաժողովը մի քանի դրվագներով օպերատիվ արձագանքել է, բայց այս մասսայականությունը այնքան շատ է, որ պարզապես հնարավոր չի լինում մարդկանց այս իրավունքները ամբողջությամբ եւ լիարժեք ապահովել դրանց իրացումը։ Մենք արձանագրել ենք բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր, ուղղորդվող կամ վերահսկելի քվեարկության բազմաթիվ դեպքեր, այս առնչությամբ նաև հաղորդումներ ենք ներկայացրել թե կենտրոնական տրական հանձնաժողով եւ թե հատկապես դատախազություն, այս պահի դրությամբ դեռևս արձագանք չունենք դատախազությունից։ Ուզում եմ նաև մի կարևոր դեպքի մասին էլ ասել, Դեբետավան բնակավայրում այս պահի դրությամբ 2 հոգի բերման են ենթարկվել, մեկի նկատմամբ մեղադրանք է ներկայացված, մյուսին տևական ժամանակ արձագանքելուց հետո բաց են թողել, բայց հիմա այս պահին էլ Դեբետավան գյուղում հսկում են ազգային անվտանգության ծառայության եւ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ խմբերը, որպեսզի միանգամից բերման ենթարկեն, բռնեն, բերման ենթարկեն այն քաղաքացիներին, ովքեր որ Հայաստան դաշինքի աջակիցներ են կամ քարոզիչներ են եղել եւ են։ Սրանք հաստատված փաստեր են։ Եվ հիմա էլ հսկողություն է սահմանված այնտեղ մեքենաներով, որպեսզի ստեղծեն, այսպես կոչված, մի վիճակ, որ մարդիկ հենց դուրս կան գնան քվեարկության, միանգամից իրականացնեն իրենց ապօրինի գործողությունը։ Ամփոփելով արձանագրեմ, որ տեղեկատվական տերորի միջավայր է ստեղծել իրավապահ համակարգը, վարչական ռեսուրսի հստակ չարաշահում է արձանագրվում մեր կողմից, ավելին նաև քարոզչական արգելված քարոզչական հնարքի խախտումներ է արձանագրվում նաև մեր կողմից, կարող եք ասել, որ այս ասուլիսն էլ է
դրա շրջանակներում, սա նախ ի պատասխան է ՔՊ-ի հրավիրած ասուլիսին եւ որևէ մեկի մտքով թող չանցնի, որ իրենք կարող են օրենքը այսպես ոտնահարելով տեղեկատվական ծանր վիճակի մեջ դնել մեր հանրությանը։ Իրենք այս պահի դրությամբ էլ կատարում են հստակ քրեորեն պատժելի ենթադրյալ հանցագործություններ, որոնք հետագայում պետք է արժանանան իրավական կոնկրետ գնահատականի։ Այս պահին այս կանը։ Մի վարքյան Ավարտենք, հետո հարցեր կտակ, սիրելի հայրենակիցներ, շատ կարճ մի քանի դիտարկում առավոտվանից մենք տեսնում ենք, որ ԿՊԱ-կան Առավոտվանից մենք արձանագրում ենք, դուք արձանագրում եք սիրելի գործընկերներ, սիրելի լրագրողներ, որ ԿՊԱ-կան պաշտոնյաները ընտրատեղամասերի մոտից չեն հեռանում, ակնհայտորեն ուղղորդում են քաղաքացիներին, ակնհայտորեն փորձում են կուտակումներով հոգեբանական ճնշում գործադրել մեր քաղաքացիների վրա։ Ես մի առաջարկություն ունեմ մեր հայրենակիցներին։ Դուք կարող եք չվիճել անգամ նրանց հետ, դուք կարող եք անգամ չընդդիմանալ նրանց, բայց մի բան հիշեք։ Դուք քվեախցիկում մենակ եք, որևէ մեկը քվեախցիկում չի կարող վերահսկել ձեր քվեարկությունը, այդտեղ չկա ոչ ոստիկան, ոչ տեսախցիկ, որևէ բան այդտեղ չի կարող ձեզ վերահսկել, որևէ իրավիճակում, որևէ մեկին դուք հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտություն չունեք, խնդրում եմ հիշեք դա։ Կա նաև տեղեկատվություն, որ ընտրողներին ստիպում են, այն ընտրողներին, որոնց նաև բերում են ընտրատեղամաս, ստիպում են, որ իրենց հետ դուրս հանեն մնացած քվեաթերթիկները։ Սիրելի հայրենակիցներ, քվեախցիկում կա բազմաթիվ քվեաթերթիկներ, եւ դուք կարող եք այդ պակասը, ճակերտավոր պակասը ըստ էության լրացնել, սա փոքրիկ հուշում է քաղաքացիներին, բոլոր տարբերակները կան, որ դուք ընտրեք նրան, ում դուք ցանկանում եք։ Դուք պետք է մասնակցեք եւ շատ ոգևորիչ է կարծում եմ նաեւ մեր գործընկերների համար մասնակցության են բարձր ցուցանիշը, որ մենք արձանագրում ենք, դուք պետք է մասնակցեք, դուք պետք է ընտրեք, որ ձեր փոխարեն չորոշեն եւ ձեր փոխարեն չվճռեն ձեր եւ ձեր երեխաների ապագան։ Սրանք կարևոր արձանագրումներ են։ Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները սա իրենց համար ֆիքսեն։ Պարոն Խաչատրյան, եթե ավելացնելու բան եք ավելացրեք եւ այնուհետեւ կպատասխանենք։ Հարցերին կանցնենք հարցներին։ Խնդրեմ։ Տեսեք, առավոտից բազմաթիվ ընտրախախտումներ են տեղի ունենում, չնայած նրան, որ իշխողությունը հայտարարում է, որ իրենք կապ չունեն ընտրախախտումների հետ, բայց ակնհայտ տեսնում ենք նաև այն, որ ընտրախախտումները ըստ տեսանյութերի հրապարակված տեղի են ունենում ՔՊ-ի, այսպես ասած, դիտորդների կողմից։ Հիմա ինչ ենք հասկանում, ինչ է ստացվում եւ ոչ միայն ուղղորդված ընտրությունների են գնում, մյուս կողմից մարդկանց են ահաբեկում, տեսնում ենք նաև որ պաշտոնյաներն են հսկում այդ ընտրատեղամասերը իրենց տարածքային եւ ոչ միայն։ Եթե այսպես շարունակվի, արդյոք չկա մտավախություն, որ ԿՊ-ն կարող է դուրս հեռացնել։ Տեսեք, ընտրությունների այս ծավալի մասն